Պարոն Ալբանդյան, ինչ են արգրավել ձեր սենյակից։ Իսկ ինչ գործի շրջանակներում են եկել խոզարկության, գոնե մի փոքր ինֆորմացիա։ Ժողովուրդ ջան, տեսեք, ուրեմն նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին։ Համենայն դեպս հաղորդում այդ ժամանակ է ներկայացվել, ամսինին արդեն քրեական վարույթը նախաձեռնվել է։ Իսկ ֆիքսենք, որ քրեական վարույթը նախաձեռնելուց հետո միայն 4 ամիս անց որոշել են համապատասխան խոզարկություններ կատարել։ Խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։ Այսինքն գործը բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ այդտեղ առկա չեն։ Այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ։ Հարցը առաջանում, եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն, խոզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեին հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց։ Հիմա հարց կարծում եմ հրետորական, որն է դրա պատճառը, կարծում եմ բոլորը այդ պատասխանը շատ լավ գիտեն։ Դուք կպատասխանեք ինչ եք անում։ Ամենակատարողը բանալու մասը, որ քննչական գործողությունը դրանից ավելի ոչինչ։ Իսկ ինչ արգրավել։